Գիրք ծննդոց Գլուխ առաջին Սկզբում Աստված ստեղծեց երկինքը և երկիրը, և երկիրն անձև ու դատարկ էր, և խավար կար անդունդի վրա, և Աստծո հոգին շրջում էր ջրերի վրա։ Եվ Աստված ասեց. լույս լինի, և լույս եղավ։ Եվ Աստված տեսավ լույսը, որ բարի է, և Աստված բաժանեց լույսը խավարիցը։ Եվ Աստված լույսը կոչեց ցերեկ, և խավարը կոչեց գիշեր։ Եվ իրիկուն և առավոտ եղավ առաջին օրը։ Եվ Աստված ասեց. ջրերի մեջտեղը հաստատություն լինի, որ ջրերը ջրերիցը բաժանե։ Եվ Աստված շինեց հաստատությունը, և բաժանեց հաստատության տակի ջրերը հաստատության վրա եղող ջրերիցը։ Եվ այնպես եղավ։ Եվ Աստված հաստատությունը կոչեց երկինք։ Եվ իրիկուն և առավոտ եղավ երկրորդ օրը։ Եվ Աստված ասեց. երկնքի տակի ջրերը մեկտեղ ժողովվին, և ցամաքը երևա, և այնպես եղավ։ Եվ Աստված ցամաքը կոչեց երկիր, և ջրերի ժողովը կոչեց ծով։ Եվ Աստված տեսավ, որ բարի է։ Եվ Աստված ասեց. երկիրը կանաչ խոտ բուսցնե, սերմ տվող խոտ և պտղաբեր ծառ, որ պտուղ տա իր տեսակի պես, որի սերմը իրանում լինի երկրի վրա։ Եվ այնպես եղավ։ Եվ երկիրը կանաչ խոտ հանեց, սերմ տվող խոտ իր տեսակի պես, և պտղաբեր ծառ, որի սերմն իրանում է իր տեսակի պես։ Եվ Աստված տեսավ, որ բարի է։ Եվ իրիկուն և առավոտ եղավ երրորդ օրը։ Եվ Աստված ասեց. լուսավորներ լինին երկնքի հաստատությունումը, որ ցերեկը գիշերիցը բաժանեն, և նշանների և ժամանակների և օրերի և տարիների համար լինին։ Եվ լուսավորներ լինին երկնքի հաստատությունումը, որ երկրի վրա լույս տան։ Եվ այնպես եղավ։ Եվ Աստված երկու մեծ լուսավորները շինեց, մեծ լուսավորը ցերեկին իշխելու համար, և փոքր լուսավորը գիշերին իշխելու համար, և աստղերը։ Եվ Աստված նրանց դրավ երկնքի հաստատությունումը, որ երկրի վրա լույս տան, և ցերեկի ու գիշերի վրա իշխեն, և լույսը խավարիցը բաժանեն։ Եվ Աստված տեսավ, որ բարի է։ Եվ իրիկուն և առավոտ եղավ չորրորդ օրը։ Եվ Աստված ասեց. ջրերը եռան կենդանի շունչ ունեցող զեռուններով, և թռչուններ թռչեն երկրի վրա երկնքի հաստատության երեսին։ Եվ Աստված ստեղծեց մեծամեծ գետերը և բոլոր կենդանի շունչ ունեցող սողունները, որ ջրերը եռացին նրանցով նրանց տեսակի պես, և բոլոր թևավոր թռչուններն իրանց տեսակի պես։ Եվ Աստված տեսավ, որ բարի է։ Եվ Աստված օրհնեց նրանց ասելով. հաճեցեք և շատացեք, և լցրեք ծովերի միջի ջրերը, և թռչունները շատանան երկրի վրա։ Եվ իրիկուն և առավոտ եղավ հինգերորդ օրը։ Եվ Աստված ասեց. երկիրը շնչավոր կենդանի հանե իր տեսակի պես, անասուններ և սողուններ, և երկրի գազաններ իրանց տեսակի պես։ Եվ այնպես եղավ։ Եվ Աստված երկրի գազանները ստեղծեց նրանց տեսակի պես, և անասուններն իրանց տեսակի պես, և գետնի բոլոր սողուններն իրանց տեսակի պես։ Եվ Աստված տեսավ, որ բարի է։ Եվ Աստված ասեց. մեր պատկերովը և մեր նմանության պես մարդ շինենք, որ իշխեն ծովի ձկների և երկնքի թռչունների, և անասունների և բոլոր երկրի վրա, և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա։ Եվ Աստված ստեղծեց մարդը իր պատկերովը, Աստծո պատկերովը ստեղծեց նրան, արու և էգ ստեղծեց նրանց։ Եվ Աստված օրհնեց նրանց։ Եվ Աստված ասաց նրանց. հաճեցեք և շատացեք, և լցրեք երկիրը, և տիրեցեք նրան, և իշխեցեք ծովի ձկների և երկնքի թռչունների վրա, և երկրի վրա սողացող բոլոր կենդանիների վրա։ Եվ Աստված ասեց. ահա ամեն խոտը, որ սերմ ունի բոլոր երկրի վրա, և ամեն ծառ, որի մեջ կա սերմ տվող ծառի պտուղ, ձեզ տվի, որ ձեզ համար կերակուր լինի։ Եվ երկրի բոլոր կենդանիների, և երկնքի բոլոր թռչունների, և երկրի վրա բոլոր սողունների համար, որոնց մեջ կենդանության շունչ կա, ամեն կանաչ խոտը կերակուր լինի։ Եվ այնպես եղավ։ Եվ Աստված տեսավ բոլորն, ինչ որ արել էր, և ահա շատ բարի էր։
Եվ իրիկուն և առավոտ եղավ 6-րդ օրը։